պարոն Իսրայելյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, տաղավարի առաջին եթերն է եւ այսպես, երեք Նիկոլ Փաշինյանն ու տանց տիրադարները ինչ-որ թուղթ է ստորագրել, որով իրենք ճանապարհային քարտեզ են ներկայացնում հայ առաքելական եկեղեցու վրա հարձակման։ Այսօր առավոտյան Փաշինյանը ազդարարեց, որ վաղը 1:30 իրենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ հավաքվելու են, շարժվելու Սուրբ Աստվածածի եկեղեցի Աղովյան փողոցի Սայատնովա։ Այս տարի սկսվել է եւ իրենց արշավը հակաեկեղեցական հարձակումը չի դադարում։ Սա էլ հերթական պատկերն է, հերթական խայտարակությունը, կառավարական տանը, տանց տիրադարները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմաց կանգնած, ու ինչու շեշտվեց վարչապետ, որովհետև ինքը խոսում է այն մասին, որ որպես հանրապետության քաղաքացի է ինքը լծվել բարենորոգման ճակերտավոր աշխատանքների եկեղեցում, մինչդեռ այդ փաստաթղթերը ինքը ստորագրել որպես հանրապետության վարչապետ եւ կառավարական տանն է սրանց ընդունելը դրա ցուցիչն է։ Այսինքն ըստ էության շատերի գնահատմամբ սահմանադրական կարգի տապալման հետ մենք գործ ունենք։ Իրենք խառնվել են հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին։ Ինչ է սպասվում, ինչ ունի անելու հայ արժանավոր մարդը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես գիտեք այդ ամբողջ բանը համ հետևում եմ, համ ուսումնասիրում եմ, որպես ոչ անտարբեր հայ այսօրվա իրավիճակում, որ մենք ապրում արդեն օրեցօր ավելի բարդ, ավելի ծանր իրավիճակում ենք հայտնվում, բայց ես վերջի ժամանակները ուսումնասիրելով ոչ թե նոր տարուց հետո, այլ մինչև արդեն նոր տարի, ես տեսնում եմ, որ հենց իրենք են խառնաշփոթի մեջ։ Հենց իրենք են խառնաշփոթի մեջ ընկած, որովհետև սրանց բռնած ամեն մի գործը գնում է տապալման։ Սրանց բռնած ամեն մի ուղղությամբ, ամեն մի process գնում է տապալման։ Ինչի համար։ Մենք ստեղ զարմանալի բան չունենք։ Արցախից սկսած, Արցախի այն ժամանակահատվածը, որ իրենք եկել են ղեկավարության գլուխ, այն ժամանակվանից է այդ մարդկանց մոտ այդ սուտ թեզերը, այդ սուտ կեղծ մոտեցումները բերել ամեն ձևի կործանման։ Դրանք ինչ խոստումներ տվել են մեր ժողովրդին, դրանք ինչ խոստումներ տվել են արցախահայությանը, դրանք ինչ խոստումներ տվել են իրենց գալիք ժամանակ վաղվա ապագայի համար, դա եղել է աղետ, դա փոխարինել է ամեն ինչ կործանման, եկել հասել ենք մի հատ ծանր իրավիճակում, որ մենք ազգովի զգում ենք նվաստացած, զգում ենք պարտված, զգում ենք սենց խայտառակ իրավիճակում ու բոլոր այդ մեղքերի հասցեատերը հենց այդ նույն ղեկավար անձիկ են, հենց այդ նույն ղեկավար մարդն է։ Հիմա այսօր դրանք ինչ էլ փորձեն, ինչ էլ ներկայացնեն, դա ամեն ձևի մանիպուլյացած ձևակերպումով է լինելու, հանուն պաշտոն փրկելու կամ աթոռ փրկելու համար, հանուն իրենց կյանքը բարելավելու համար։ Հիմա այդ կյանքի բարելավման իմաստը, այդ հակահայկական, հիմա էլ հակա եկեղեցական, հակա կրոնական այդ գործունեության բոլոր ներգրաված, թե նախկին քահանաներն են, թե բաներն են, ներկայացուցիչներն են եկեղեցու, բոլորը գնացել համագործակցության կամ այդ շրջապատել են այդ մարդուն հանուն իրենց ազնական կյանքը բարելավելու համար։ Այն մարդիկ, որ դες այդ ծիծաղելի երևույթ է, որ սենց հետևում նայում ես, այն ձևի տեղ են քննարկում այդ հարցը, հոգևորական մարդը, եթե դու տենց պարզ մաքուր սկզբունքներով մարդ ես, եթե դու գնացել ես այդ քայլին ծառայելու ժողովրդին, ծառայելու Աստծո առաջ խոսքի բոլոր, դու ինչի համար եք գնում այդ տարբեր կաբինետներում, ինչ որ բաներ ձեռնարկում կամ ինչ որ ստորագրության կամ ինչ որ նախաձեռնության, խնդիրը ինչի մեջ է։ Խիչ եք տենց պարզ, մաքուր դուրս գալի ժողովրդի մեջ, հանրության մեջ, վախում եք, չէ։ Ինչից եք վախում։ Հենց ձեր կեղծ պղծված հոգուց եք վախում, որ դուք պղծված եք, որ դուք կեղտոտ եք, այդ դրանից եք վախում, բայց կեղտոտությունը, սրբափոխծությունը, դա երբ եք տեսել, որ ինչ որ տեղ ինքը կարող է ինչ որ առավելություն կամ ինչ որ հաջողությունների հասնի,
Ինչ համար եմ ասում ժողովուրդ այսքան բառերը, այսքան մտքերը։ Սրանք ընկել են իրենց հետևից։ Սրանք իրենց մեղքերը, իրենց գործած մեղքերը այնքան մեծ է, այնքան շատ է, այնքան որ ասում է սրա կեղտոտության հիմքը այնքան շատ մեծ բովանդակային, խորքային բովանդակություն ունի, որ սա մի օրվա հետ կապված չի, մի շաբաթվա, մի ամսվա հետ կապված չի։ Սրանց ընդհանուր ապրած այդ ժամանակահատվածում սրանց մարդկային էությունը եղել է միշտ կեղտոտ հիմունքներով, կեղտոտ հիմքերով, կեղտոտ սկզբունքներով ա եղել։ Հիմա եկել է մի ժամանակ, որ երկրի ղեկավարի տեսլականը կամ էլ մոտեցումը համընկնում է իրենց, որ ասում է այդ տեսլականի հետ, դա էլ որն է, նորից եմ ասում, իրենց կյանքը բարելավելու, իրենց բանը, որ ասում է հաջողությունները փողի զոհ դարած մեռած այդ ներկայացուցիչները, որ մի ձևի մի այս իրավիճակից, որ ասում է գոնե բան դուրս գան, որ ասում է հաղթող, թե չգիտեմ էլ դրանք այս իրավիճակում էլ ինչ անուն պիտի ունենան, որ ինչ որ տեղել հալա որ ժամանակի ընթացքում հալա որ կարողանան գոյատևեն որպես մարդ էություն եմ ասում, այդ իմաստով։ Այդ ինչ վերաբերում է իրենց մասին, ինչի համար ասում, պետք չի մենք շատ ուշադրություն դարձնենք։ Ես ընդհանրապես լրատվականներին էլ բանկանեի, կոչ կանեի, որ քիչ տեղադրեն նմանատիպ բաների, որ ինչքան ուշադրություն չդարձնեին, ինչքան ավելի որ ասում է, ասենց արհամարական ձևակերպումով դրանց մոտենանք, այնքան դրանց էությունը ավելի է չեզոքանալու, զրորանալու, որովհետև տեսնելով այս վերջի ժամանակները, թե միջև նոր տարին, այդ ժամանակում սրանց կազմակերպած այդ տարբեր եկեղեցիներում այդ միջոցառումները, տեսնում եք, որ նույն խմբերը, նույն ներկայացուցիչները, նույն մարդիկ են։ Իրենց շրջապատով, իրենց այդ որ ասում եմ, այն մարդիկ, որոնց շահ ունեն, նորից եմ ասում, սե հավատքի հետ կապ չունի, սրանք շահի են ման գալիս։ Եթե սկզբնական շրջանում խոսում էր վեհափառի մասին, դուք նկատեցիք, չէ՞ որ սուտ է դա, խնդիրը վեհափառի մեջ չի, խնդիրը եկեղեցու նկատմամբ է։ Բարենպաստ բաների ծրագրերի մասին է խոսում։ Ոչ ինչ բարենպաստ ծրագրի մասին է խոսում։ Առանձնապես մեկը ես խոսքի հայրաքելական եկեղեցու հետևորդ լինելու։ Որ բարենպաստ կարող է Բիբլիայի մեջ փոփոխություններ մտցնեք։ Կարող է Աստծո ինչ որ ջոկ մեկ սրանց աննորմալ մտածելակերպը կամ էլ այդ շրջապատած այդ եկեղեցական ներկայացուցիչներ այդ որ ասում այսօրվա իրավիճակում մեկն էլ լինելով մեր Արցախի առաջվա որ ասում եմ թեմի առաջնորդը ես արդեն ոչ թե ամաչում եմ նրան տեսնելով կամ ինչ որ կերպարը նրան մասնակցությունը բանը, այլ ես այդ մարդուն ընդհանրապես ես ինչ ասեմ, իր կերպարը մեր արցախցիների համար մենք իրեն ենք անիծում։ Մենք իրեն ենք անիծում, որովհետև նորից կրկնելով այս սատանա դու տեսնելով, դու անցնելով, դու արցախայության տառապանքը, տանջանքը, ու այնքան եկեղեցիները, որ այդ իշխանությունը նվիրել է Թուրքին, դու եկած դրանց հետ քայլում ես միասին, կամ ինչ որ թուղթ ես ստորագրում, այդ թուղթի ստորագրումը, որ դուք այսօր ստորագրում եք, վաղվա օրը այդ ստորագրությունը ձեր համար շատ թանկ է նստելու։ Դրա համար այդ վրթանես կոչեցյալին, եթե դա մի քանի անգամ չհասկացավ իր բռնած գործը կամ սխալ, բաց թողած սխալը, կամ էլ ներողություն չխնդրեց հանրության, մեր արցախայության առաջերտին արցախայությունից, դուք սատանա եք, դուք իրավունք չունեք ընդհանրապես, որ ոչ մի կերպ վաղվա, ընդհանրապես դուք երևեք էլ մեր աչքերի առաջ, դուք ոնց ես դուրս գալու, արա, դու ոնց ես դուրս գալու մինտեղ բար խոսալու, միտք արտահայտելու, այ փողի մեռած, այ փողի զոհ դարած, այնքան երեխոց արյունը քո մեղքնել է դրա մեջ մտնում, դու էլ դարար դրա մասնակիցը, Արցախի կործանումը քո վզին էլ երավ, խարան դարավ քո գլխին, դու այդ ինչ մարդ ազնվորություն ես, Աստծո ներկայացուցիչ, Աստծո ծառայող, որ ասում է ժողովրդի առաջ ծառայող մարդ, սուտ կեղծեր խոսքերով դու եկար այսօր այդ մեկ էլ այդ կարգավիճակում այդ ձևակերպով քո կերպարը դրսևորեցիր, ամոթանքել չեմ ասում, նորից եմ ասում, մենք բոլորս արցախցիներս ձեզ բոլորիդ անիծում ենք,
ու միշտ էլ անիծելու եք, որովհետև եթե դուք մեզ ցավ եք պատճառել, եթե դու մեզ հարազատներով, հայրենիքով, հողով զոհաբերել եք, մենք ձեզ բոլորին անիծում ենք։ Այսքանը ձեզ, ու ես նորից եմ ասում, մեր հանրությունը, մեր հայ ժողովուրդը այնքան որ ասում է մեռած չի, այնքան որ ասում է ձեր մանիպուլյացիաներին տրված չի, այդքան զոմբիացած չի, որ միշտ դուք մարդկանց այդ վերաբերմունքով եք բանանում, շարունակում ձեր էությունը, ձեր գործողությունները փորձելով հստակեցնելը։ Ես չեմ հավատում, իմ ժողովրդի, իմ հայ ժողովրդի հզորությանն եմ ես հավատում։ Վաղ թե ուշ ես նկատել եմ, որ ժողովուրդը արդեն ոնց է տրամադրված բոլոր նմանատիպ մոտեցումներին, ու ինքն էլ ժամանակի ընթացքում այս տարվա, որ մենք ոնց որ հորդորել ենք, ոնց որ ուղերձ ենք ուղղել, ոնց որ ժողովրդին շնորհավորել ենք նոր տարով ու նոր տարի մենք անվանել ենք համերաշխության սիրո տարի, վերածնունդի տարի, ու դա այս տարի մեր համար անվանվելու է 2026 թվականը սրբության տարի։ Այդ սրբության համար սեղ կապ չունի բանը ով ինչ կազմակերպության, կուսակցության կամ ով ինչ պատկանելությունի ընդհանրապես, ստեղ մենք պայքարելու ենք որպես հայ, ստեղ մենք բոլորս համախմբվելու ենք որպես մի մեծ անվան տակ, որպես հայ, հանուն հայ ապրելու, հանուն մեր հայ մնալու, հանուն մեր արժանապատվությունը նորից վերականգնելու համար։ Այս տարին 26 թվականը լինելու է հենց այդ տարին։ Ես վստահ եմ, ես համոզված եմ, որ այս տարին մենք այդ սկզբունքները ամեն ձևի թե ընտրություններով այլնելու, թե միջև ընտրություններն այլնելու, ես իմ ժողովրդի, իմ ազգի մեջ ես հավատում եմ։ Ես տեսնում եմ դա արդեն հանրության մեջ, մենք դա հենց մենք վաղվա ապագան մենք մեր ձեռով ենք հանրության ժողովրդի հասարակությունով ենք մենք հստակեցնելու մեր վաղվա ապագան, ոչ թե տենց մի քանի անձի խմբի կամ էլ ինչ որ իրենց կողմից ներկայացրած ինչ որ ասում է սենց ռուսական սեմագուշի, սենց անձերի բանով դա չի ստացվելու։ Ընդհանրապես տենց բաներն էլ ոչ մի ազգության մեջ չի լինում, ոչ մի երկրում չի լինում, որովհետև այն մարդիկ, որ անցնում են կարմիր գծերը, որ այն մարդիկ, որ ոտնահարում են սրբությունները, այն մարդիկ, որ ոտնահարում են արժանապատվությունը, հենց իրենց ազգի, հենց իրենց ազգ էության իմաստ ունեցող այդ սկզբունքները, այդ մարդիկ երկարաժամկետ կամ ինչ որ ժամանակահատվածում ամենակ հաջողվում ինչ որ բանդերակատարություն ունենան։ Ու ձեզ կառավարության ընթացքում սկսած 2018 թվականից մինչև այսօրվա օրը բերել եք մենակ ողբերգություն, բերել եք մենակ ժողովրդին ասում ծայրահեղ իրավիճակում, բերել հասցրել եք ժողովրդին, որ ասում այն կարգավիճակը, որ մենք արդեն տեղ չունենք արդեն, մենք պիտի ինքներս մեր սխալները ուղղենք, ու ես նորից եմ ասում, մենք ինքներս են մեր սխալները ուղղելու ենք։ Ոչ մի երկրի, ոչ մի ուրիշ բաների հույսներս չենք դնում։ Եթե մենք ազգովի, եթե մենք հայ, հազարամյա պատմություն ունեցող ազգը չկարողանա ինքնուրույն վերականգնի իր արժանապատվությունը, եթե մենք չկարողանանք ինքնուրույն վերականգնենք մեր հայ լինելը, ոչ մեկի վրա հույսները չդնենք։ Այդ ժամանակ որ վերականգնենք, բոլորն են գալու մեր հետ նստեն, համագործակցելու, համ դաշնակից լինելու, ընդհանուր ամեն գործողության պրոցես իրականություն կամ վերականգնելու այն ժամանակ, եթե ազգը ինքը իր ձեռով վերականգնի հզորանա, դրանից հետո ամեն ինչ վերականգնվելու։ Այս վերջի ժամանակները հետևելով տարածաշրջանում ինչ իրադարձությունները արագությամբ էլի փոխվում մեր հարևան երկրներում կամ հեռավոր ինչ որ երկրներում, մենք գալիս ենք այն համոզության, որ այսօր աշխարհում այդ իրավունքների հետ կապված կամ էլ ինչ որ կարևորացնելով ժողովրդի կամ ժողովրդավարական հասկացողությունը անցել է երկրորդ պլան։ Մենք տեսնում ենք, որ ինչ որ միտեղ եթե հարցալուծվում կամ փորձում են լուծել, արդեն ուժային մոտեցումներով են այդ հարցելուծումները տեսնում։ Ցավոք սրտի, որովհետև մեր այսօրվա իրավիճակում, որ մենք հայտնվել ենք,
էլի տենց երկրների գերպետությունների կամ ինչ որ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպությունների սուտ թեզերով ժողովրդավարական մարդու իրավունքների հետ կապված միշտ դա էին առաջ քաշում, դրա հիման վրա էին միշտ հարցերի բարձրաձայնումն, թե հարցերի լուծումը կարևորացնում, բայց մենք զոհ դառանք, որ ոտնահարեցին իրական մեր իրավունքները, Արցախահայությունը ձեզ օրինակ, արցախցիները, որ հազարամյա տարիներ ապրել են Արցախում, Արցախը, որ ունեցել է հազարամյա տարիների պատմություն, մենք տեսանք, որ հենց այդ մարդու իրավունքների, հենց մեր այդ բոլոր այդ մարդկային սկզբունքների ոտնահարության հիման վրա ենք, որ Ադրբեջանի թուրք Սրիկա Ալիևը օգտագործելով բոլոր դաժան միջոցները մինչև որ ասում եմ ցեղասպանության իրականացումը ինքը իր մեջ Արցախի հարցի լուծումը բան արեց, ձևակերպեց, որ Արցախի հարցը լուծված է, բայց ես ձեզ ասեմ, նույն ճակատագիրը սպասում է նույն Ադրբեջանի ղեկավարին, որովհետև պատմության մեջ ամեն ինչ եթե փորձել են լուծել ուժով կամ ուժի սպառնալիքով կամ ցեղասպանությունով, այդ նմանատիպ հարցերը միջև օրս էլ չի լուծվել, միջև օրս էլ փակ չի, ու ես ձեզ վստահեցնեմ, Արցախի հարցը փակ չի, Արցախի հարցը չի փակվել, Արցախի հարցը ոչ մեկը չի կարա փակի, որովհետև Արցախի ժողովրդի իրավունքը, Արցախի ժողովրդի հետ վերադարձը իր բնորանը միջև լուծում չունենա դրական, այդ հարցը չի փակվելու ոչ մի ձևի։ Նույնն էլ ներկա իշխանության Նիկոլ Փաշինյանի թեզերն է, թե մոտեցումներն է, թե ձգտումներն է այդ հարցի լուծումը խոսքերով, բառերով, բաներով փորձի, որ փակված է, չէ, Նիկոլ, դու թղթով ստորագրող մարդ ես, դու հաղթանակ ձեռք բերող չես, դու իրական հարցի լուծող չես, դու իրական հայ ազգի շահերը պահող չես, դուք մենակ ինչ թուղթ են դեմ տվել, դու ստորագրել ես, հիմա այդ թղթերը բերածտեղ, մեկ էլ ստեղ ժողովրդի մեջ փորձում ես այս եկեղեցու նկատմամբ կամ էլ մեր, որ ասում եմ, հակահայկական ինչ որ պրոցեսների մեջ այդ թղթերը ստեղ հանրության մեջ ստորագրելով ցույց տալով դուք ոչ մեյություն չունեք մեր ազգի մեջ, դուք որպես թե ղեկավար, թե անձ, թե հայ, թե ինչ, դուք այդ անունն էլ եք կորցրել, դուք չունեք այդ էությունը, դուք չկաք այդքան։ Ու այս տարվա նորից եմ ասում, մեր բոլոր գործողությունները, մեր բոլոր աշխատանքները մենք պիտի ուղղենք այդ ճանապարհի վրա։ Հաղթանակ, նորից եմ ասում, առաջի հերթին մենք մեր մեջ այդ հաղթանակը պիտի կրենք, մենք մեր մեջ պիտի այդ հաղթանակի սկիզբը դնենք, որ մենք կարողանանք արդեն որպես ազգ դրանով վերածնվենք, վաղվա օրնել մենք կարողանանք թե մեր թշնամու հետ, թե մնացած երկրների կամ հարևան երկրների հետ կարողանանք մեր դերակատարությունը կամ կարևորությունը այս տարածաշրջանում ամրապնդենք, ամրագրենք։ Այն ինչ վերաբերում է դա ինչ ձևով ես տեսնում կամ ինչ ձևով պիտի իրականություն դառնա, ես վերջի ժամանակները տեսնելով, որ մենք եկեղեցու շուրջ, հայ առաքելական եկեղեցու շուրջ, եթե մի փոքր վտանգ է սպառնում կամ էլ ինչ որ իրադարձության բանը սպառնալիք կա, այս վերջի ժամանակները ցույց տվեց մենք իրական ոնց ենք համախմբում եկեղեցու շուրջ։ Այդ համախմբվածությունով ցույց տվեցինք, որ խոսքերը, բառերը կամ մնացած այդ բաները, այդ հակաեկեղեցական արտահայտությունները, պրոցեսները իրականություն չի դառնում, եթե հանրային մեծ բան կա, մեծ, որ ասում եմ, աջակցություն կա եկեղեցու շուրջ։ Եթե մենք համախմբված ենք եկեղեցու շուրջ, եթե մենք հանրային մեծ ճնշման ենք ենթարկում ներկա իշխանությանը նմանատիպ գործողության պրոցեսների ընթացքում, սրանք միանգամից հետ են քաշում։ Ինչի են հետ քաշում։ Դե սրանք վախից մթնոլորտ կա, չէ՞, սրանց մեջ։ Ալիևը ինձ վախ է մտցրել սրանց մեջ, որ սրանք հենց մի վախի մթնոլորտալու միանգամից հետ են քաշում։ Սրանք ամեն ձևի փորձում են ամեն հարցի լուծումը տան ուրիշի ձեռով։ Ժողովրդին կզոհաբերեն իրենց նպատակներին հասնելու համար։ Այս
10 հոգեորականներին, որ իրաց հավաքել են իրաց շուրջ, իրենց են զոհաբերելու, էլի իրենց որ ասում եմ նպատակներին հասնելու համար։ Սրանք ովքեր շրջապատում են, սրանք որ իրենց շրջապատում են այն մարդկանցով, նրանք այդ մարդկանց մեջ մենակ տեսնում են, որ դրանց զոհաբերելու համար։ Ուրիշ ոչ մի բան, ժողովուրդ, սրանք մենակ իրենց պաշտոնը, իրենց էությունը պահելու համար են բոլոր այդ process-ները իրականացնում։ Ուրիշ ոչ մի բան չկասնի, սրանք խաբել են, սրանք տարիների ընթացքում բոլոր իրենց տված խոստումները, ինչ խոստումներ ա եղել, ու ասեմ ձեզ դա ոչ թե ազնական ինչ որ խոստումներ է սա, հայ ազգի հետ կապված, պատմության հետ կապված, մեր սկզբունքների, մեր սրբությունների հետ կապված խոստումներ ա եղել, որ բոլորիս ապագան ա կախված եղել դրա հետ, սրանք բոլորը դա վաճառել են, սրանք բոլորը դատարել են կործանման, սրանք դա բոլորը մատուցել են թշնամուն, հիմի թե դրանք իրենց թույլ կերպարով ա եղել, թե իրենց որ ասում ա շատ փող սիրելուով ա եղել, թե իրենց ընդհանրապես անպիտանի ղեկավար ներկայացուցիչի հիման վրա եղել, դա մեզ չի հետաքրքրում, ունենք մենք ծանր որ ասում հետևանքներ, ունենք մենք կործարած ուժը, որ ասում բան, ունենք մենք կործրած Արցախ, ունենք մենք հենց այդ կործրած այդ եկեղեցիներ, այդ սրբությունները, ամեն ինչ ունենք սրանց ժամանակահատվածում մենք ունեցել ենք, որ ասում մենակ կործանարար բաներ ենք ունեցել, աղետ ենք ունեցել, որ ասում առաջնային էլ հաշվի առնելով, բոլոր են երեխեքը, բոլոր են զինվորները, որ իրանց զոհաբերել են, գիտակցաբար զոհաբերել են, հանուն, որ ասում այս վաղվա մեր հայ ազգի ուժեղ լինելու, հանուն մեր ապագա սերունդի լավ ապրելու, այդ դուք դա սա ոտնահարել եք, սա դա զրոյացրել եք, բայց մեր պարտականությունն է, ամեն մեկս հայ լինելով, ամեն մեկս նորից եմ ասում, արժանապատիվ հայրենասեր հայ լինելով, ամեն մեկս այսօր մեր պարտականությունն է կաղնենք մեր հայ առաքելական եկեղեցու կողքին, հայ առաքելական եկեղեցին այսօր միայնակ այն ուժն է, որտեղից վերածնվելու է նորից մեր համախմբումը, համերաշխությունը ու բոլոր այդ ժամանակահատվածում մենք էլ ինչ որ գործողության process-ներ քաղաքական դաշտում լինի, ես բոլոր քաղաքական ներկայացուցիչներին, ընդդիմադիրներին կոչ եմ անում նորից համախմբվածություն, համերաշխ համախմբվածություն, եթե բոլորիս նպատակը, եթե բոլորից ձեր մտքերի բարերի մեջ ներկայաշխանության քննադատումն է, ներկայաշխանության բացթողումների մասին ու բարեփոխումները մենակ տեսնում եք ներկայաշխանության հեռանալու մեջ, ես նորից եմ ասում, ես մենակ տեսնում եմ համերաշխ իրար հետ միասին հզոր մեծ ընդդիմադիր հանրային դաշտ, այդ դրանով էլ մենք հաղթահարելու ենք, այդ դրանով էլ մենք գալու ենք հասնելու ենք այն նպատակներին, որ մենք այսօրվա օրը վաղվա հետ կապված մենք տեսնում ենք կամ մեր ծրագրերը ամեն մեկը ներկայացնում ենք։ Առաջի հերթին համերաշխություն, անձնական էություն, մարդիկ անձնական հարցերը ով սկզբնական շրջանում դնում է, միանգամից վռնդել է պետք է այդ բանից, այդ շրջապատից։ Վռնդել, ով անձնականացնում է իր անձը, ով անձնականացնում է իր էությունը, կամ մեծարում է իր էությունը, համար մեկ սրիկան եք դուք։ Այսօրվա իրավիճակում պահանջում է համախմբվածություն, համախմբվածություն այն ուժերի հետ, համախմբվածության կամ այն ուժի հետ, որ այսօր մենք տեսնում ենք իրական առավելություն կամ իրական գործող ուժը կամ կարողանում է բարերի, որ ասում է փոխարինել գործով։ Մենք ունենք տենց ներկայացուցիչներ, մենք ունենք տենց ձևակերպած արդեն ուժեր, ես գիտեմ թե մոտակա ժամանակները հունվարի կեսում կամ հունվարի վերջի այդ ընթացքում ավելի հստակ այդ ձևակերպումները ավելի հանրայնացնվելու է, ես ժողովրդին էլ կոչ եմ անում, ոչ մեկին մի լսեք ինչ որ մեկի, որ ասում եմ, այն սուտ թեզեր ներկայացուցիչների մասին եմ խոսում, իրական բերեք միասնական հավաքվենք, իրական բերեք միասնական ուժով գնանք այն ճանապարհով, դա այն ճանապարհը, որ մեր իսկական հայի, իսկական մեր հզոր հայի ուժի բանն է, որ ասում եմ, ճանապարհն է։
Ես վստահ եմ, մեկ այդ հաղթանակները ունենալու ենք։ Այսօր Արցախայության իրավիճակը շատ ծանր է։ Սիրելի արցախցիներ, ամեն դժվարություն անցել եք։ Համբերեք, ես ձեզ շատ եմ խնդրում։ Համբերելով, բայց այդ ընթացքում մենք ամեն մեկս էլի մեր դերակատարությունով, մեր ներգրավվածությունով պիտի համախմբված ընդհանուր մենք այս մայր Հայաստանում գտնվելով մեր ժողովրդի, մեր հայ ժողովրդի հետ միասին գնանք մի ճանապարհով։ Մի փորձեք, մի թողեք ձեր մեջ պարակտում մտցնել։ Մի այն մարդկանց, ովքեր փորձում են պարակտման բաներ, որ ասում է, ինչ որ տարբեր սուտ խոստումներով ձեր մեջ պարակտում մտցնեք, վռնդեք ձեր մեջից։ Մենք ժամանակ չունենք էլ արդեն, որ ասում է, գնանք ինչ որ սուտ թեզերի, սուտ ներկայացուցիչների կամ սուտ մարդկանց հետևից։ Մենք այսօր ունենք աչքեր, որ դա կարողանում ենք տեսնենք, մենք ունենք այն հիշողությունը, այն ճանապարհը, որ մենք անցել ենք, այդ դաժան ճանապարհը, ու այդ ճանապարհի ընթացքում մենք տեսել ենք, ով ոնց է իրան դրսևորել, ու մենք այսօրվա իրավիճակում գիտեմ, թե ամեն մեկս գիտակցաբար հասկանում ենք, թե որտեղ պիտի մենք ներգրաված լինենք, ում կողքին կամ ինչ առաջնորդների մեջքին, որ մենք կարողանանք միասնական բոլոր մեր հարցերի լուծումները ստանանք։ Վերածնունդ, նորից եմ ասում, ամեն մեկիս մեջ արդեն ես տեսնում եմ, որ արդեն վերածնունդը սկսվել է, մենք այդ վերածնունդը մոտակա ամիսների ընթացքում մենք դա ավելի բան կդարձնենք, ավելի գեներացնենք ու մեր էությունը, նորից եմ ասում, սաղ աշխարհը մեզ է նայում։ Եկեք մի քիչ բոլոր ամեն ինչ մի կողմ դնենք, սկսենք մարդկային սրբության, որ ասում է, մարդկային հիմունքների կամ սրբության սկզբունքներով։ Մենք որտեղ էլ լինենք, ինչ կերպար, ինչ հնարավորություն կամ ինչ ձևի ապրելու կարգավիճակում էլ լինենք, առաջնայինը միշտ մեր մարդկային հիմունքներն է, հիմքերն է, մեկ էլ մեր սրբություններն է։ Եթե մենք դա առաջնային չլինի, մեր ապրած կյանքը անուն չի ունենալու։ Եթե մենք դա այդ սկզբունքներով չառաջնորդվենք, մեր ապրած կյանքը վաղվա օրը մեր վաղվա ապագա սերունդը չի կարողանալու, իրան աղբյուր չի լինելու սնվել, որ կարողանանք շարունակել որպես ազգ, որպես հայ, հազարամյա պատմություն ունեցող հայ, ապրել, գոյատևել ու էլի նորից հպարտանալ։ Դրա համար բոլորիդ կոչ եմ անում, ավելի այս տարվա ընթացքում ավելի ներգրաված, ավելի մեծ ուշադրության տակ միշտ եղեք, որ ասում եմ, իմանաք ինչ մթնոլորտում որտեղ լինեք առաջնային, բայց վճռական տարի է լինելու 26 թվականը, վճռական տարին է լինելու թե ընդհանուր հայ ժողովրդի համար, թե մեր արցախահայության համար, ու ես մշտական արձագանքների կամ ուղերձների ընթացքում ավելի կարևորը բաներ կա, ես որ մի քիչ հետո կսկսեմ արդեն արձագանքել, կսկսեմ արդեն աշխատել ու մեր ջանքեր այդ ուղղության վրա։ Ես հավատում եմ, ես գիտեմ, որ Արցախի հետ վերադարձը դա իրականություն է դառնալու ինչի համար, որովհետև մենք Արցախից հեռացել ենք, բայց Արցախի հրաժեշտ չենք տվել։ Մենք Արցախին հրաժեշտ չենք տվել։ Մենք հեռացել ենք Արցախից ժամանակավոր, հաշվի առնելով, որ այդ ժամանակը մեր նկատմամբ, մեր ընտանիքների, մեր հարազատների նկատմամբ մեծ ցեղասպանության սպառնալիքի բանի տակ էինք, դրա համար մենք Արցախին հրաժեշտ չենք տվել։ Դրա համար մենք պարտավոր ենք նորից էլի վերադառնալ Արցախ ու այդ վերադարձ Արցախին իրականություն է դառնալու հենց հզոր մայր Հայաստան վերածնունդից հետո։ Հզոր մայր Հայաստանը հստակ ինքը իր ուժը, իր այդ որ ասում եմ մարդկային ռեսուրսներն է, թե ընդհանուր մեր պատմական սկզբունքներն է, թե մեր իրավունքներն է, մենք բոլոր այդ հնարավորությունները ունենք։ Այսօր ունենք թույլ ղեկավարություն, այսօր ունենք պարտված ղեկավարություն, այսօր ունենք դավաճանած ղեկավարություն, դրա համար մենք այսօր այդ իրավիճակից չենք կարող
մի ձևի, որ ասում եմ գլուխներս բարձրացնենք, որովհետև խնդիրը հալա երկրի մեջ է, խնդիրը հալա երկրի ներկա ղեկավարության մեջ է, բայց մնացած այն ինչ հարցեր կապված է եկեղեցու հետ կամ սրանց փորձերը եկեղեցու նկատմամբ, դա բոլորը ձախողված է, սրանց վերջի բաներն է, ռեսուրսներն է, ինչ իրենց մեջ մնացել է, իր ասում եմ մաքսիմալ օգտագործում են, բայց սրանք այնքան վտանգավոր մարդիկ են, որ սրանք իրենց հանուն աթոռի, հանուն իշխանությունը պահելու համար, եթե սրանք հանձնել են Արցախ, եթե սրանք զոհաբերել են այնքան երեխոցը, եթե այդքանից հետո սրանք ամեն ինչ ոտնահարել են, սրանք շատ վտանգավոր, շատ դաժան բաներ են, չեմ կարող ասեմ մարդիկ են, դրա համար մենք ամեն ձևի ամեն ինչին պիտի պատրաստ լինենք, հանուն հայ մնալու, հանուն արժանապատվության, ամեն մեկս անձամբ ես, եթե կյանքս դնեմ զոհասեղանին, ուրեմն այդ ժամանակը այդ է պահանջում, ու ես դրանից էլ որ ասում եմ ուրիշ գործնելու բան էլ չունեմ, ու բոլորս էլ գիտեմ, որ այնքան ծայրահեղ ծանր իրավիճակում ենք, որ ամեն մեկս էլ պատրաստ ենք գնալու, պատրաստ ենք այ որ ասում եմ ամեն մի քայլի, բայց հանուն արժանապատվությանը, բայց հանուն մեր էությունը, իսկական էությունը, որովհետև մեր թե քաղբանտարկյալներն է, թե Բաքվում գտնվող մեր գերիներն է, ժողովուրդ, մենք որ սենց լսելով, տեսնելով, այդ հալածանքներն է, այդ մարդկանց այդ իրավիճակում դաժան վերաբերմունքներն է, ես գիտեմ, թե մեր մոտ մեր մեջ ավելի մեծ հնարավորություններ, անելիքներ ունենք այդ նույն բառերը, այդ նույն խոսքերը կամ այդ նույն մտքերը իրականություն դարձնել, ոնց որ իրենք մեզ թե բանտիցա, թե ստեղ, թե Բաքվի բանտում գտնվելու մեր հայերի այդ բառերը, որ ասում են, մենք ավելի մեծ հնարավորություն ունենք դա արդարացնելու համար։ Ինչ ասեմ, բոլորիդ նոր տարին շնորհավոր, Սուրբ Ծնունդը շնորհավոր բոլորին ու պատրաստ եղեք, նորից եմ ասում, 26 թվականը մեր բոլորիս համար լինելու է արժանապատվության, հայ իսկական, որ ասում եմ, տեսակի վերականգնման, թասիբի, նամուսի, ինքնասիրության տարի լինելու, բայց դա բոլորը իրականություն է դառնալու, եթե մենք համերաշխ լինենք, եթե մենք մեկս մյուսի նկատմամբ սիրով, հարգանքով վերաբերվենք, այ հզորությունը ամեն ինչ էլ դրանից է վերածնվելու։ Ու ես մի հատ կարևոր նշանակության ունեցող իրադարձության մասին եմ ուզում մեր ժողովրդին հանրությանը բանանեմ, կոչ անեմ։ Ինչքան գիտեք, հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի բանի համալիրում Արցախի մշակույթի հետ կապված ժառանգական մշակույթը մեր մեծ հզոր խոր արմատներ ունեցող մշակույթի հետ կապված միջոցառում է լինելու։ Ես ուզում եմ բոլորդ մի մարդու պես այդ օրը գանք լցնվենք այդ դահլիճը։ Ինչի համար եմ ես ուզում եմ դա տեսնեմ, ես չեմ ուզում մենակ տեսնեմ Ջենիֆեր Լոպեսի կամ էլ ինչ որ մի հատ, որ ասում եմ կապել չունի մեր հայ ազգի հետ կամ մեր թե մշակույթի, թե պատմության հետ գալիս լցնում։ Ես ուզում եմ մեր պատմական թե մշակույթի, թե պատմական այդ սկզբունքներ, պատմական այդ բոլոր այդ իրադարձությունների հետ այդ դահլիճները միշտ լեփ-լեցուն լինեն։ Բոլորիդ կոչ եմ անում։ Մի մարդու պես թե խնդրանքա, թե ուղերձա, թե հորդորելա, մի մարդու պես հունվարի 18-ին, ժամը 16-ին դա համերգ չի։ Ես չեմ ուզում դա անվանել համերգի, որովհետև դա մշակույթը առանձնապես եթե Արցախի հետ կապված է, առանձնապես եթե այս ժամանակահատվածում է, եկեք միասնական էլի մի հատ մեծ, որ ասում եմ, հանրային տենց քանակով գանք լեփ-լեցուն այդ միջոցառումը ծաղկեցնենք ու դրանով մենք նորից ցույց տանք, որ Արցախի հարցը փակ չի, որ մեր արցախցիների ստեղ մայր Հայաստանում գտնվելով ու դեռ գիտեք ինչ մի հատ հետաքրքիր բան կա, այդ միջոցառումը սկսելու է ժամը 12-ից, համերգը լինելու է 18:00, բայց միջոցառումը սկսելու է 12-ից ու դեռ այս կարճ ժամանակահատվածում Արցախահայության կողմից այդ բանից այս տեղահանումից հետո որ միշտ ասում են Արցախահայությունը սենց,
Եկեք տեսեք Արցախայությունը այդ ժամանակահատվածում կակրած դեղ ցուցահանդեսներ էլ լինելու, որ Մայր Հայաստանում ամեն մեկը ինչ որ մի հատ գործով, ինչ որ մի հատ իր անելիքներով ինչ հաջողությունների է հասել, ինչ ստեղծագործություններ է իրականացրել։ Շատ հետաքրքիր, ես ծանոթացել ուսումնասիրել եմ այդ ծրագիրը, նորից եմ ասում, ես անձամբ իմ որպես վերածնվող Արցախ շարժման հիմնադիր, ես անձամբ իմ աջակցությունս, ես միացել եմ այդ, որ ասում այդ process-ին աջակցելու, համագործակցելու, օգնելու, որ այդ օրը այդ մեր Արցախի մշակույթի այդ բանի տակ այդ օրը մենք կարողանանք լավ նենց որ ասում հզոր ձևի լավ հայկական իսկական հայկական համերաշխության մթնոլորտով նշենք բոլոր այդ կարևորությունները, բոլոր այդ կոչ եմ անում, նորից եմ ասում, ամսի 18-ին, հունվարի 18-ին մի մարդու պես դեղ տարբեր բաներով այդ արդեն այդ բանը գնում է, որտեղ ինչ ոնց կարելի է, ինչ ժամերին ինչ է լինելու բան, ոբշում ժողովուրդ կհանդիպենք ամսի 18-ին այդ բանում դահլիճում ու ես վստահեցնում եմ մենք որ ընդհանուր Մայր Հայաստանում գտնվելով մենք ցույց կտանք որ մենք մի մեծ անվան տակ ենք հայ, որտեղ չկա տարանջատում Արցախցի կամ մեր մշակույթը ընդհանուր մի պատմություն ունի, մի պատմական մշակույթ է։ Ու այդ մշակույթի այդ խոր արմատներ ունեցողը դա հենց մեկը Արցախն է եղել։ Բերենք միշտ վառ պահենք, բերենք այդ վառ պահելու համար միշտ ակտիվ լինենք նմանատիպ որ ասում է հավաքների նմանատիպ միջոցառումների ու դրանից էլ մենք սկսենք հենց մեր մշակույթի այդ օրվանից էլ սկսենք մեր բոլոր անելիքներին ամենակարևոր անելիքները որ այս տարի մեր մեծ անհրաժեշտության կարիք ունի որ այս տարի մենք իրականում լինի մեր համար սրբության տարի ինչ ասեմ այսքան բան մնացածն էլ ընթացքում էլ մեկ գործնական process-ների ընթացքում ամեն մեկս մեր ակտիվությունով մենք կդրսևորենք մեր որ ասում եմ թե մարդկային էությունն է, թե հայ լինելն է, թե հաղթանակներն է։ Եթե մենք իրականում նվիրված ամեն ուղղության վրա աշխատենք, ուրեմն մենք դա հայի կերպարով մենք հաղթող տեսակն ենք, այս տեսակն ենք։